Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, որոշեցի ավտոլայվի ռեժիմով ձեզ հետ շփվել, քանի դեռ ճանապարհին եմ, այս պահին շարժվում եմ դեպի Երևան քաղաքի քրեական դատարանի կենտրոն նստավայր, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու, մայր տաճարի ստորոտին գտնվող եկեղեցին է, որտեղ այս պահին քննվում է խղճի բանտարկյալ, քաղաքական բանտարկյալ, այն իմաստով, որ ճիշտ է պետք հասկանալ, մեր 4 գերված սրբազաններից մեկի երաշտորտեր, մկրտիչ, եպիսկոպոս Պրոշյանի կալանքը երկարացնելու միջնորդություն։ Այս պահին միջնորդությունը քննվում է, որոշ քաղաքացիներ են հավաքված, անգամ չգիտեմ հրապարակային եղել է դրա մասին թե ոչ, բայց ինքս ցանկանում եմ գնալ, հատկապես ջերմ կապ է այս ընթացքում հաստատվել թեմի իրենց կարգի մեջ հաստատ եւ ամուր հոգեվորականների, մեր շատ սիրելի տեր հայրերի հետ, որոնք ամեն 5 շաբթի օրը միասնական աղոթք են անում իրենց թեմակալ առաջնորդի, մյուս եպիսկոպոսների, մյուս նվիրապետների եւ առհասարակ բոլոր անարդարացիորեն գերիալ մարդկանց համար, թե Բաքվի բանտերում, թե Երևանի բանտերում եւ մի քանի անգամ առիթ եղել է այդ միասնական աղոթքներին գնալ, ներկա լինել, շփվել տեր հայրերի հետ, մի խոսքով շատ մեծ ջերմությամբ են վերաբերում Արագածոտնի թեմի հոգեվոր դասին եւ եւս մի այսպես առիթ է նաեւ նրանց հետ շփվելու, դրա համար դեպի կենտրոնի դատարան եմ հիմա գնում, եթե ինչ-որ մարդիկ կան ցանկանում են, կարծում եմ արդեն տեղեկացած, կարող եք գալ, մեր գործընկերներն են զբաղվում, Արա Զոհրաբյանի գլխավորությամբ փաստաբանական թիմն է զբաղվում, հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին, իհարկե հասկանում ենք, որ այս գործը ամբողջությամբ քաղաքական է, այնքանով, որքանով մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի կողմից մայր աթոռը զավթելու քաղաքական նպատակի եւ ակնկալիքների մասին շատ չեմ ուզում խոսել, բոլորս էլ հասկանում ենք ինչպիսի վիճակ է, բայց հուսանք, որ գուցե ինչ-որ մի դրական որոշում գոնե այս պարագայում մենք ունենանք։ Այսօրը շատ հագեցած էր եւ հատուկ ուզում եմ նշել, որպես դրական լուր Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի հայտարարությունը իմ նեմնիմի տղաների գործով շատ հստակ շեշտադրումներով հայտարարություններ, որտեղ որ բացատրություններ է պահանջում Հայաստանի իշխանություններից, բացատրություններ, որոնք որ եթե անկեղծ տան, ապա պետք է խոստովանեն իրենց խայտառակ միջամտությունը խոսքի ազատության նկատմամբ, խայտառակ միջամտությունը տղաների ազատության իրավունքի նկատմամբ, չգիտեմ, լավ է, որ միջազգային հարթակները, ինչպես նախորդ անգամ անցյալ տարի տղաների բռնելուց, հիմա էլ են խոսում եւ դա այն բանի շնորհիվ է, որ մեր գործընկերները շատ ակտիվորեն դա ուրեմն ներկայացնում են միջազգային հարթակներով, այս պարագայում հատուկ ուզում եմ նշել Հայաստանի ժուրնալիստների միության դերը Սաթիկ Սեյրանյանի գլխավորությամբ եւ Քիհկի քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի դերը, որոնք որ շատ կարևոր դեր ունեցան այս հայտարարության գործում, կարևոր դեր ունեցան հրապարակային առաջերտին մակարդակում, նախաձեռնելով այն, հարցերը բարձրացնելով, զեկույցներով եւ այլն։ Այսօր հագեցած օրեր նաեւ այն մասով, որ
կարճ ժամանակ առաջ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Նարեկ Սարգսյանի իր էջում մի հայտարարություններ տեղադրել առանց անուններ տալու իրազեկում էր հանրությանը, որ մեր առևտրային մոլերից մեկի մոտ տեղի ունեցած հանցագործության կատարման համար ծավալուն օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում եւ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում համագործակցելով քննչական կոմիտեի հետ, մոտավորապես փորձում եմ հնարավորինս բառացի, ձերբակալվել է 4 անձ եւ բազմաթիվ այսպես գրառուն մեսեջներ ստացա, զանգեր, արդյոք խոսքը վերաբերում է Միհրան Հակոբյանի վերաբերյալ գործը։ Հարգելի քաղաքացիներ, երկու բան ունեմ ասելու։ Առաջին, մենք պաշտոնապես չենք իրազեկվել ոչ քննչական կոմիտեից, ոչ բնականաբար ոստիկանությունից, որ խոսքը վերաբերում է հենց Միհրան Հակոբյանի դեմ այդ բորենիական հարձակումը իրականացրած անձանց։ Միևնույն ժամանակ, ես ինչպես առաջին օրը եւ երկրորդ օրը, այնպես էլ հիմա կարող եմ հաստատել, որ դե ախր տեսնում ես էլի մարդկանց հետ որ աշխատում ես, տեսնում ես մարդիկ իրենց անկեղծորեն իրենց գործն են անում եւ այտենց իսկապես փորձում են արդյունավետ լինել, թե չէ։ Ես ասել եմ առաջի օրից, որ թե ոստիկանների հետ շփումներում, որոնք առաջին իսկ րոպեից, երբ որ հայտարարությունը եղավ, կարճ ժամանակ հետո ինձ հետ հավասարի դեպ ժամանեցին Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ որ բուժօգնություն էր ստանում Միհրանը, թե քննիչների հետ, սկզբից մեկ քննիչ էր, հետո քննչական խումբ ձևավորեցին, թե քննիչների հետ մեր շփումներում, այսինքն քննչական գործողություններ, մի քանի որոնց մասնակցել ենք, թե նաև քննչական գործողությունների բովանդակության մասով, որոնց մասին նպատակարար չեմ համարում խոսել, բայց հասկանալի էր, որ աշխատանք կա արդյունքում, այսինքն հարցադրումները եւ այլն, հասկանալի էր, որ աշխատանք կա, հասկանալի է, որ արդեն իսկ կատարված աշխատանք կա եւ հետագա գործունեություն կա եւ ես անկեղծ ասած կարծում եմ, որ այո, իդենտիֆիկացնող տվյալները բավարար են, որպեսզի մենք ենթադրենք, որ խոսքը վերաբերում է հենց Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացրած անձանց ձերբակալմանը։ 4 անձի մասին էր խոսքը, մենք նշում ենք, որ մինիմում 3-ի մասին է խոսքը, ամեն դեպքում ես այդպիսի ենթադրություն եմ անում եւ չեմ զարմանում, որտեղ իսկապես այդ աշխատանքը կատարվում է։ Թե ինչ կլինի հետագայում, պարզ կլինի, այսինքն այստեղ կարող են առաջի հերթին առաջանալու է պատվիրատուների բացահայտման հարց, մոտիվների, շարժառիթների բացահայտման հարց եւ այլն, քրեաիրավական որակման հարց կարող է առաջանալ, բայց կարծեք թե առաջին օրերի իմ տպավորությունը ուրախ եմ, որ ճիշտ էր, որ մարդիկ իսկապես աշխատում էին, իսկ զգացում էր, որ ինչ-որ բան չկա, էլի, որ ինչ-որ մեկը իրանց ասի, այսենց նայեք, բայց նես մի նայեք, դա չկար։ Երևում էր, որ մարդիկ իսկաբու լավ է, էլի, ես օրինակ իմ աշխատանքի մասով ասեմ, ինչ եմ, ես շնորհակալ Աստծուց առաջի հերթին, չգիտեմ, շատ ուրախ եմ, որ ես զբաղվում եմ մի գործով, որը որ համարում եմ արդյունավետ։ Հիմա կարող է ինչ-որ 10-ից 9 դեպքում չկարողանամ ինչ-որ, բայց 10-ից մի գործով հոմեկի մատից փուշ կարողանում ենք անել։ Ես 5 իրավապաշտպանների իմ գործընկերներ են, մարդիկ ովքեր որ փորձում ենք զբաղվել իրավական այս խայտարակ հետապնդումների ենթարկվող մարդկանց պաշտպանությամբ։ Մյուս գործընկերները, հենա մեր մյուս գործընկերների մասին ենք խոսում, քիհ մեր տղաները, ներողություն զանգ եկավ։ Եվ դու քեզ լավ ես զգում, եւ տեսնում ենք քննիչների մոտ, որ իրանք իսկապես ինչ-որ գործունեություն են իրականացնում, իսկապես ինչ-որ տպավորություններ համենայն դեպս մեր մոտ, որ գուցե նաեւ հետքի վրա են եւ ինչ-որ զարմանալի չի իմ համար, որ կարող է այս մարդկանց այդ սրիկաներին, ովքեր այդ խայտարակություն, այդ բորենիական հարձակումը կատարել են, ձերբակալել։ Նորից ասեմ, հաջորդ փուլում արդեն գալու է այն հարցը, թե ինչի է դա արվել եւ այլն։ Այս ընթացքում շատ շահարկումներ եմ ես լսում եւ ես իսկապես մեծ ակնկալիք ունեմ, որ այդ շահարկումներին, այս ամեն ինչը կնպաստի նաեւ այդ շահարկումների ավարտմանը,
ինչ որ չգիտեմ գրառում, այդ գրառումը ջնջել, էլ ես իմ ինչ, էլ ես կողմ, էլ այն կողմ, անկեղծ ասած շատ լավ, սենց ասեմ, ես անգամ ինձ թույլ չեմ տվել, որ Միրանի հետ դրա մասին խոսեմ եւ Միրանն էլ դրա մասին չի խոսել քննչական գործողությունների այսպես մասով այդ իրավունք վերապահեմ դրա մասին խոսել։ Ինչ-որ անլուրջ բաների մասին է խոսքը գնում եւ առհասարակ շատ տգեղ ու տհաճ բաների մասին է խոսքը գնում։ Ես կարծում եմ, որ մեզ ոչ մեկից հարիճ չի ինչ որ մարդկանց անձնական կյանքի մեջ մտնելը։ Այդքան բան։ Եվ ինձ եթե հարցնեք, ես առհասարակ լուրջ չեմ համարի այն ինչ որ դուք հասկացաք։ Առհասարակ լուրջ չեմ համարի։ Ես թույլ էլ չեմ տվել այդ մարդուն դրա մասին ինչ որ բան ասել, ոչ էլ ինքնա իրան թույլ տվել դրա մասին իմ հետ խոսել։ Մարդը քաղաքական քննադատությամբ զբաղվում եւ այդ քաղաքական քննադատությունից բացի ուրիշ պատճառ մեկ չեք տեսնում։ Եթե ճիշտ է իմ ենթադրությունը, որ իսկապես խոսքը վերաբերում է հենց այս մարդկանց, ովքեր որ հարձակումն են իրականացրել, Նարեկ Սարգսյանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այդ գրառման մեջ, ապա մենք շուտով կարողանանք մեր հետևությունները անել, ովքեր են, ինչ են, մեր հետևությունները կարողանանք անել։ Այսքանը շնորհակալություն, նոր տեղեկություններ որ լինեն, անպայման ձեզ հետ կկիսվեմ, ես հասա կենտրոնի դատարան, մոտենամ իմ ընկերներին եւ մյուս քաղաքացիներին, ովքեր այստեղ հավաքված են, Մկրտիչ Սրբազանի կալանքի երկարացման դատն է հիմա գնում կենտրոնի դատարանը։